Իսկ ձեր քրությունները, որոնք թիմելու եք մարզպետին այնուամենայնիվ թիմելու եք, թե որոնք հետ են ուղարկվում։ Չեն թիմելու, իրանք ուզեն, փոխկան, չեն ուզե, ասած իրանք։ Չէ, խոսքը այն քրությունների մասին է, որոնք նշեցիք Փաշինյանին եք ուղարկել, հետ է ուղարկվել ցես։ Ոչ, ես պրամու իրան ուղարկում եմ, մինչև վերջը մոտ օրերս է պատրաստվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադի տալ։ Ուրեմն անկախությունից հետո նմանատիպ քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դադի տա։ Որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը։ Իրենք պիտի Գյումրի քաղաքին տան 27 միլիարդ դրամ, 27 միլիարդ մինչև 30 միլիարդ։ Մեր գումարները իրենք չեն տալիս, հասկանալի է։ Այդ գումարների համար պետք է ես դատի տամ։ Երկրորդ, պետք է դատի տամ, որ քաղաքի հատակագիծը, պատկերացրեք, հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։ Եթե քաղաքի հատակագիծը կա, դուք ինչ որոշումներ եք կայացրել։ Չեն թողնում, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանա երկրում։ Մեծ գործարաններ չեն կառուցում։ Փոքր եւ միջին բիզնեսը ով է տեսե պետությունը չթողնի, որ մարդիկ երկիրը զարգանա, մարդիկ կարողանան բնակարաններ կառուցեն, շենք շինություններ կառուցեն։ Այդպիսի երկիր որտեղ եք տեսել։ Այսինքն մեր պետությունը բռնանում է երկրի բնականon զարգացմանը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Միայն թուրքական պատվեր կարող է սա լինի։ Ես մերա բացատրելով, մերա ներկայացնելով, ազգային ժողովում 1000 անգամ ասել եմ, հիմա 1000 անգամ ասում եմ, վերանայեք ձեր որոշումները, եթե թուրիմացություն է, եթե դուք եք տեսել եք, որ այդպիսին է Սերժ Սարգսյանի կողմից, դե դուք փոխեք, ինչի՞ չեք փոխում։ Ինչեք թե այսպիսի ընտրություններ կազմակերպում, որ քաղաքապետին պետք է ընտրի ավականին։ Ինչ եք այդպես եք, ինչի եք դարձրի, որ երկիր անպայման կուսակցական պետք լինի, ազատ մարդիկ թող տնեն, եթե մարդը կարող է անհատ լինելու, բոլոր կուսակցություններին հաղթել, ինչի համար չեք փոխում ազգային ժողովում է ձեր որոշումները, Գյումրի քաղաքի ընտրությունները եւ երկրի այդ ընտրությունները։ Քուաշով են Բալասանյան Սամվելը դարձավ քաղաքապետ, այդպիսի բանով է տեսել, այսինքն նույնն եք, նախորդների նույնն եք, նույնը կատարում եք, համատեղ իրար հետ այս ամեն ինչը կազմակերպում եք, երկրի քաշող ուժը վերացնում եք, որպեսզի ստրուկները մնան մեկ է դուք։ Եվ ամբողջությամբ դարձրել եք ձեր սեփականությունը, հարստությունը ձեր ձեռքին է, ամեն ինչը ձեր ձեռքին է, պաշտպանում եք նրանց հասկացար, նրանք է ձեզ սպասեն տալիս, բան ես կոմենկոմ իրար հետ լավ աշխատում եք, բայց արդեն շապիկները պատրվել է ձեր, բոլորը ճանաչում են ովքեր եք, ինչ եք, ոնց եք անում, որտեղից եք եկել ու ումից եք թելադրվում, որ երկրի կողմից։ Եթե դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա, որ ասում մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, բարձրաձայն ու ասել։ Օրինակ Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, ասեն թե մենք ձեզ պաշտպանում ենք, պաշտոնապես ասում ենք, մենք այստեղ բազա գտնենք, մենք այստեղ զորք գտնենք։ Հələ մի հատ երկրի անուն տվեք, որ կան պաշտպանեն։ Իսկ Ռուսն ասում է արեք մտեք այդ միության մեջ ատոմային երկիր կսարքեմ ձեզ։ Պարոն Ղուկասյան։ Մենք որ հոգեկան դիմաց չենք։ Այդ ով իր անկախության մասին բան խոսում, ով է իր երկրի մասին, պետականության մասին բան խոսում, եւ մեկը պետականության համար բան խոսա առաջին թշնամի, ողերին թշնամիս կդառնա, անձնական թշնամի կդառնա։ Այս Շիրինյան, Միրինյանն դրա մակարդակը ընկել է, փողերն առել են սրանից, նրանից հասկացալ է ջեպկիրներին գցել են ժողովրդի ջանին հասկացալ ամեն մեկը մեկ կողմից խապում են ժողովուրդ, հերիք չէ խապեք ժողովրդին ձեր քանի կոպեկների համար։ Պարոն Ղուկասյան, ելին դիմադիրներ կան։ Ասեցիք, ինչ սցենարի, օրինակ դուք կանխատեսում, ինչ պիտի անեն ձեզ, որ պաշտոնական։ Ես կոֆե նայող չեմ, բաժակ նայող չեմ։ Կապրենք կտեսնենք, որովհետև մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է, մենք վախենում ենք բարձրյալն Աստծուց։ Պստուկուց այդպես եկել ենք, այդպես է կմահանանք։ Դուխը ոչ թե մենք դուխով ենք, մարդու հետ պետք է ծնվի այդ դուխը։ Ողորմածիկ մերս ասում էր, որ թուրը կողես բերանը չի վախենա։ Հանգիստ եղեք։ Այսպես բաները մենք տեսել ենք, անցել ենք։ Ձեր անվտանգությունը ավելացրել եք, պարոն Ղուկասյան, թե չէ։ Իմ անվտանգությունը սի վերուստ է պաշտպանվում, հանգիստ եղեք։ Մահափորձ 2007 թվականի եթե մահափորձը բացահայտվեր, սա չէր լինի։ Մեր 2007 թվականի մահափորձը 4 սարի պես տղեն մահացավ, ես եւ փոխ քաղաքապետը խփվեցինք, մենք էլ պետք է մահանայինք։ Այդքան մարդը մահացան, գործերը չի բացահայտած։ Եթե քաղաքական պատվեր չէ, ո՞ր այդ մենք ինչ էինք արել, այդքան մարդու տնային խփեին սպանել։ Որ միայն քաղաքական պատվեր։ Միայն, ինչի մենակ մերն է։
Ինչի մենակ մենն է քաղաքական պատվեր։ Այս ինչքան քաղաքական այսպես պատվերներ կա, որ գործն է բացահայտված։ Մի խոսքով, սրանք գիտեք, սրանք գլխները մտցրել են ավազի մեջ, հետևները տնկել են։ Այսինքն կենգուրուն պես է, չէ՞։ Կենգուրուի բնակորություն են ձեռքերը գիտեն, դե մենք չենք տեսնի ժողովուրդը հեչ բան չգիտի։ Լավ գիտենք, ճանաչում ենք, անձամբ ճանաչում ենք ձեզ, ձեր թիմը, ձեր դրսից կառավարվել է ամեն ինչի, ձեր շաբիկը պատրված է։ Հիշեք, ժողովուրդյան պատրաստվեք, ելեք պաշտպանեք ձեր հող հայրենին։ Դիմացի 26-ին, եթե սրանք ընդրվեցին, ինձպես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն։ Մեզպես տղեկը դուրս են գալիս։ Էլի դիմադիր համայնքի ղեկավարներ կան, պարոն Ղուկասյան, ինչու է հենց սևեռված ուշադրությունը հենց ձեր վրա։ Դե որովհետև իմ պահվածքս տեսնում ես, էլի ես ոնց եմ պահում, ոնց եմ խոսում։ Հենց տեսել եք, որ այդպես նախկին քաղաքապետերից, բան այդպես ելին, բան խոսան դնեն, հեչ տեսել եք, քանի հոգու եք տեսել, մի քանի հոգու անուն տվեք լնային։ Մենք էլ այսպեսին ենք։ Ով պատվականը անարքից զատե, իմ բերանը կլինի, ասում է Սուրբ Գիրքը, պատվականը անարքից զատե, շատ լավ խոսքեր է։ Պարոն Ղուկասյան, դուք իշխանական մարզպետի հետ ինչպես եք աշխատում, համագործակցությունը։ Այն իշխանական մարզպետը կրագն է իմ ձեռքս ու իրանց կուսակցության ձեռքը։ Ինքը շնորհքով շահեր տղա էլի բան եկել է, ինքը տեսել է ես իրանց համար լեգենդ եմ։ Ինքը սանձարձակ չէ Տոտոշի պես։ Հասկանում ես, այդ Տոտոշը կրագն է ինքը խաբաչոր կրագն է ինքը։ Ես դրան մեղքում եմ ուղղակի, ես դրան մեղքում եմ։ Դուք Սարիկ Մինասյանի հետ եք։ Հա ինչ է, Սարիկ Մինասյանները տղա է շնորհքով տվեք են, բան ինչ է, թող աշխարհ նորմալ է աշխատում է։ Գիտեք ինչ կա։ Այն մարդու մենք թուրք ու բան չենք։ Կուսակցությունը ինքը քրտերը մենք անկախ ազատ մարդիկ ենք, քաղաքի հարաբերություններ կա, մեծ ու պստիկ հարաբերություններ կա, քաղաքում ապրող կա, դնող կա, վերցնող կա, վերջերս քաղաքում հայկական բան կա, մենտալիտետ կա, հայկական աբիճաններ կա, սրանք խոմ չեն կարող դրանցից անցնեն վերջը։ Վերջը սրանք աչքերը բացե չեն տեսել, ինձ տեսել են որպես այս քաղաքի փեղամբար։ Հաղամբարներից մեկը, խոմ դրան չափը չեն կարող անցնի։ Վերջում մի չափի մեջ մնան դրան, չհասկացա, հետո առիթ պետք է լինի։ Այս ամբողջ քաղաքը կառուցող մարդուն ելեն են, դա ով է որ էլի բան ասի։ Այս ամբողջ պատրաստվում եք այրոնովս է սարկված այս քաղաքը, այրոնովս։ Դուք հասկանում եք, դրանք հեմերը ես շենքը որ տեսնում եք, այդ քաղաքապետարան, այդ ամենագրգիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, մանկավարժական ինստիտուտ, 17000 բնակարան, ամբողջ թանգարաններն ու սպորտ դպրոցները, ես չհասկացանք, այս մարդու կարող են մի քանի թափդրվող եւ մի բան խասել։ Իրենց ով պետք է չափի մեջ պահի, պարոն Ղուկասյան։ պատրաստվում եք հիմա ձեր նվագակը ինչ կրվեցուներն է, ինչ որ ինձ բաշխապետել, ես լուրջ բաներ խոսում եմ իր ով պետք է չափի մեջ պահի բան, դա ինչ խոսք է, մենք չափի լուրջ բաներ ասենք, լուրջ բաներ։ Իրենք ամեն ինչ հայտարարում են։ Լուրջ բան, իրանց հիմա եթե մեկը եթե չափից դուրս է գալիս, եթե մեկը չափից դուրս է գալիս, այրում է բոլոր ուրեմն կամուրջները եւ ողորմածը քերս ասում է ռամկա չի թողնում, դա մեղք է։ Դա մեղք է։ Եթե մեկը չի հասկանում, որ ձերը տանում է ֆուգանի բերանը, ձերքը ինչ կերնի, կամ մտցնում է 360 վոլտի մեջ, ինքը չի հասկանում, որ դիք չի կարելի։ Եթե ինքը կան բանը չի հասկանում, կարելի է մարդուն մեղք կան։ Պետք է բան։